Բոլորիդ բարի երեկո, հույսով եմ լույսը նորմալ է, հույսով եմ ձայնս լսվում է, բայց թող մեր հետևորդները մտնեն եւ մենք հասկանանք լսում է ձայնը թե չի լսում։ Մինչ մենք սպասենք, որ մեր հետևորդները մտնեն եւ սկսեն գրել, ուզում եմ նշեմ, որ երեկվա մեր եթերը այս դրությամբ, այս րոպեի դրությամբ 1 օրում հավաքել է 20000 դիտում Facebook-յան իմ էջում եւ հիմա տենակ YouTube-ում ինչքան է հավաքել։ Սպասենք, մարդիկ թող մտնեն։ Եվ 24000 դիտում հավաքել է YouTube-յան ալիքում, վատ չի դա, ընդհանրապես համարյա 50000 դիտում Facebook-ում եւ YouTube-ում, դա նշանակում է, որ մոտ 60000 մարդ նայել են եթերը, ես ուրախ եմ, մի օրվա ընթացքում շատ նորմալ արդյունք ունեք։ Հիշեցնեմ, որ ապրիլի 27-ին դուրս է եկել մի հատ սյուժե հայերեն, մի հատ աղջիկը իմ տեքստս է կարդում, ես մոնտաժ եմ արել, այս դրությամբ համարյա 1 միլիոն դիտում է հավաքել այդ սյուժեն։ Այնպես որ ես շատ ուրախ եմ այս արդյունքների համար։ Պրիվետ Աննա ջան, պրիվետ Ժաննա ջան։ Այսօր ես կուզենայի մենք շատ կարևոր եթեր ձեզ հետ միասին կազմակերպենք եւ խոսենք մեր այսպես ասած Հայաստանի ղեկավարների, կանանց մասին։ Խոսքը գնալու է Լևոն Տեր-Պետրոսյանի կնգամասին, Սերժ Սարգսյանի կնգամասին, Ռոբերտ Քոչարյանի կնգամասին եւ Նիկոլ Փաշինյանի մասին։ Ես կուզենայի ընդգծել, որ նկատել եմ վերջի 2-3 օրը, որ մեր շատ հարգելի եւ սիրելի Աննա Հակոբյանը իր էջից այսպես ասած սկսել է շատ դիպուկ գրառումներ անել եւ եթե ես չեմ սխալվում, այն լրագրողները, ովքեր ստում են, ինքը իրանց տեղն է դնում։ Ես նկատեցի այդ մթնոլորտը, որը փոխվել է Աննա Հակոբյանի էջում, եւ ես հասկացա, որ Տիկին Հակոբյանը որոշել է այս վերջի օրերը որոշել է մարդկանց տեղը դնի եւ ցույց տա, որ այս մարդը ստում է կամ կեղծիկ է տարածում եւ այլն։ Բայց հարգելի բարեկամներ, ուզում եմ ասել, որ այստեղ շատ կարևոր է հասկանանք ինչի համար են այս ձևի հարձակվում Նիկոլ Փաշինյանի կնգա վրա։ Ես դրա մասին արդեն արել եմ եթեր մոտավորապես մի 6 ամիս առաջ եւ ահագին մարդիկ նայել են այդ եթերը, բայց հիշեցնեմ, քանի որ մարդիկ կան, որ նոր են, այսպես ասած նոր են միացել մեր խմբին, մեր ընտանիքին, ես գտնում եմ, որ մենք ընտանիք ենք, մեծ ընտանիք ենք եւ սա շատ կարևոր է, որ մենք ձեզ հետ միասին հասկանանք, որ քանի որ երկրում չեն կարող նույն դաշնակները կամ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը մեղադրեն Փաշինյանին կոռուպցիայի մեջ, հասկանալի է, որ հարձակում են իր կնգա վրա, Աննա Հակոբյանի վրա։ Բայց կարևորը այն է, որ 35 տարում, վերջի 35 տարին մենք փաստորեն ամեն նախագահ, ամեն ղեկավարը երբ եկել է, մենք ուշադրություն ենք դարձրել ոնց են պահում իրանց կանայք ժողովրդի հանդեպ եւ չկա կասկած, որ տարբերությունը շատ մեծ է։ Դա ինձ թվում է բոլորն էլ համաձայն են ինձ հետ, որ տարբերությունը Աննա Հակոբյանի մեջ, Ռիտայի մեջ, Բելայի մեջ եւ Լևոն Տեր-Պետրոսյանի կանանց մեջ շատ մեծ է այդ տարբերությունը։ Եվ բոլորս պետքա մենք ֆիքսենք մի հատ, իրավիճակ, որ եթե Նիկոլ Փաշինյանի կինը չլիներ այդքան ուժեղ, եւ որպես լրագրող եւ որպես անձնավորություն եւ որպես քաղաքացի, եթե չլիներ այդքան ուժեղ, այդքան իր վրա չեն հարձակվի։ Սա մեջ ինձ թվում է սա էլ այն բանը, որը բոլորս հասկանում ենք, չէ՞։ Եվ այս իրավիճակում, երբ 7-րդ տարին հարձակում են Աննա Հակոբյանի վրա, հասկանալի է, որ նպատակը թույլատրել Նիկոլ Փաշինյանին, թույլատրել իր դիրքերը։ Ես վստահ եմ, որ մենք ձեզ հետ միասին բոլորս պետքա գնահատենք բոլորի լավությունը, բայց եկեք հասկանանք ով է այդ կանանց մեջ ինչ արել Հայաստանի համար։ Երբ մենք ասում ենք, այս մեկը լավն է, այս մեկը լավն է, այս մեկը հոյակապ է, տեսեք,
վերցնենք Լևոն Տեր-Պետրոսյանի կինը։ Իր դերը 0 է եղել Հայաստանի կյանքում։ Ես вообще չեմ լսել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը ինչ որ մին բարի բան արած լինի Հայաստանի համար կամ հայ ժողովրդի համար, հա։ Ինքը ընդհանրապես ակտիվ չի եղել։ Այնպես որ երբ մենք ասում ենք, որ այս եթերում խոսելու ենք Լևոն Տեր-Պետրոսյանի կնգա մասին, ցավոք սրտից մի բան էլ չկա ասելու։ Օրինակ ինձ չունեմ ոչ մի ինֆորմացիա, քանի որ այդ կինը ոչ մի դեր չի խաղացել ժողովրդի կյանքում եւ ինձ թվում էր դաժե մի կերպ sense թքած ունենար, հա, ժողովրդի վրա։ Անցնենք հաջորդը, անցնենք Ռոբերտ Քոչարյանի կինը։ Երեկվա եթերում ես ձեզ ասացի, նորից եմ կրկնում, որ Տիկին Բելլա Քոչարյանը այն կինն է, ով Ստեփանակերտում եղել է ղեկավարներից մեկը Կարշակամբինատում, հա, դա եղել է ամենամեծ զավոդը Ղարաբաղում եւ արտադրած իր ապրանքը, այդ զավոդի ապրանքը տարածվում էր սաղ երկրներով, թե Ուզբեկիստան, թե Բելարուսիա, սաղ երկրներով, հասկանում եք։ Եվ Բելլա Քոչարյանի ժամանակ է եղել, երբ Բաքվից փող են ուղարկում որպես աշխատավարձ մարդկանց բաժանեն, եւ այդ փողը կորում էր Բելլա Քոչարյանի եւ ղեկավարների հա մեջ, եւ աշխատավարձի տեղը Բելլա Քոչարյանի ժամանակ մարդկանց տալիս են պանիր, կներեք, կաղամբ, հա, պանիր, միս էին տալիս, չգիտեմ ինչեր էին տալիս մարդկանց գումարի տեղը, սա չգիտեմ էլի անշնորհք մի հատ sense հանցագործի պահվածք, որ եղել է Կարշակամբինատի ղեկավարների կողմից, նաև Բելլա Քոչարյանի կողմից։ Այնպես որ երբ մարդիկ ասում են Բելլա Քոչարյանը մի հատ միամիտ հանգիստ կին է, ոչ, ինքը հալամ այն ժամանակներից մտել է այդ թալանչիների խումբը։ Ես երեք շատ կարճ հիշեցնեմ, պատմել եմ, որ Բելլա Քոչարյանը ունեցել է Ղարաբաղ Տելեկոմը, այո, իր անունի վրա չի գրած տնօրեն եղել է Լիբանանից, բայց հավատացեք դա Իրանն է եղել եւ դրա գները այնքան է մեծ եղել, որ Ղարաբաղում մարդիկ խեղդվում էին, չէին կարող ընդհանրապես այդ բջջային կապի հա գումարները հասցնեին տային եւ մանավանդ մեծ մասը ովքեր օգտագործում են այդ բջջային կապը, Ղարաբաղ Տելեկոմի կապը, իրանք եղել են Հայաստանից, քանի որ իրանց երեխեքի 2 տարի ծառայել են Ղարաբաղում եւ այդ 2 տարվա ընթացքում չգիտեմ ինչ գումարներ են տալիս այդ ծնողները, որ Բելլա Քոչարյանի բերանը կարան փակեն, այդ գումարները տան, հա, քանի որ շատ թանկ էր, շատ բջջային է Ղարաբաղում։ Բացի դրանից, եկեք հիշեցնեմ, որ Երևանում ինչքան թանգանոց շենք կա, ինչքան հոյակապ շենքեր կա, կոնկրետ Բելլա Քոչարյանը, եթե աչքը դնում էր դրա վրա, մի քանի ամսից հետո դա եղել է արդեն Ռոբերտ Քոչարյանի ձեռը։ Այսինքն այդ կինը ոչ մի բանով Ռոբերտ Քոչարյանից չի տարբերվում։ Հա եւ սաղ իր 8 տարի Քոչարյանը եղել է Հայաստանի ղեկավարը 8 տարում, այդ կինը 8 տարում մի հատ երեխո մի հատ կոնֆետ տված չկա, 8 տարում մի հատ կնգա $1000 օգնած չունի, հա, չունի։ Տեսեք մենք ասում ենք Աննա Ակոպյանը, սաղ վաղ հավաքում այդ հարուստ կանանց 1 միլիոնա չէ, այդ ուժինի գինը, հա, այդ 1 միլիոնը որ հավաքում են հարուստներից 1 միլիոն տալիս են 40 կանանց, այսինքն տարին եթե չեմ սխալվում մի քանի անգամ հավաքում են սաղ Հայաստանից կանանց, ովքեր բիզնես են ուզում բացեն եւ 1 միլիոն դրամ ստանում են այդ կանայք։ Եվ գիտեք ինչն է կեղտոտ մեր լրագրողների մեջ, ուրեմն լրագրողները դուրս են գալիս Երևանի փողոցները ու տեսեք ինչ հարց են տալիս։ Դուք կտայիք 1 միլիոն դրամ Աննա Հակոբյանի հետ ընտրիկ անելու համար։ Հասկանում եք, սա ու մարդիկ չեն հասկանում, երևի չեն էլ հասկանում ինչ 1 միլիոնի մասին է խոսքը։ Այդ 1 միլիոնը, որը հավաքում են բոլորը, ինքը իտոգում տալիս է այն կանանց, ովքեր իրանց բիզնեսն են սկսում մարզերում, հա։ Բայց մարդկանց պրովոկացիա են հասցնում, ասում են դուք կտայիք 1 միլիոն Աննա Հակոբյանի հետ ուժ ունենեք։ Եվ այդ մարդիկ, ովքեր գնում են աշխատանքի, հարցեր ունեն, խնդիրներ ունեն, մտածում են թե Աննա Հակոբյանը ինչ որ լկտի մի հատ կին է, ով 1 միլիոն է վերցնում, մենակ դրա համար, որ իր հետ ուժ ունենան մարդիկ։ Հասկանում եք, էսա Քոչարյանի, հա, լրատվականների աշխատանքը, կեղտոտ աշխատանք եւ 35 տարի այս ձև են արել ժողովրդին, որ մեզ խափել են ադրբեջանցիների հետ, քրիվ են կարել, ռուսներին հավատացրեք, նույն կներեք այդ բառիս համար, նույն այդ կեղտոտ աշխատանքը արել են այդ լրատվականները եւ մարդիկ հավատում են, հիմա էլ են հավատում։ Երբ լսում են այդ հարցը, որ դուք կանեիք 1 միլիոն դրամով ուժն, մեկը չի ասում, այս 1 միլիոնները ինչի համար են հավաքում։ Հավաքում են եւ տալիս են այն կանայց, ում գումար չունեն, որպեսզի իրանք բիզնես բացեն։ Գիտեք, ես հաստատ ձեզ կարամ ասեմ, որ այնքան տականք են Ղարաբաղի ղեկավարների կանայք, որ իրանք այնքան տականք են, որ իրանք նախանձում են Նիկոլ Փաշինյանի կնգան։ Իրանք
իրանք այնքան փթած են եւ մենք եւ Սերժի ժամանակ եւ Քոչարյանի ժամանակ մենք չենք տեսել առաջի տիկին, հա, ով կգնա սաղ մարզերով, հա, մարդկանց հետ խոսա, շփվի, միջոցառում անի, ասի կրթվելը նորաձև է, օգնի բոլոր մարզերում կանանց, ոչ մի վաղ Հայաստանի կանայք մարզերում չեն տեսել, որ առաջի տիկինը օգնի իրանց 1 միլիոն տա, որ իրանք բիզնես բացեն, ել չեմ ասում ինչ լագերներ, հա, ամառային, օրինակ ես Սյունիքում տեսել եմ Սիսիանում, ել չեմ ասում ինչքան ծախսեր տարբեր, հա, մանկապարտեզների վրա եւ ընդհանրապես հիվանդ երեխեքի վրա եւ այլն։ Մի անգամ ոչ մեկ չի տեսել Ռիտա Սարգսյանը գա ինչ որ հիվանդի տուն մտնի Վայոց ձորում, մի անգամ չեն տեսել Սյունիքում, որ Բելա Քոչարյանը գա դուրը ծեծի զոհվածի մայրին օգնի, հասկանում եք, սա շատ կարևոր է եւ չկա կասկած, որ Աննա Հակոբյանի աշխատանքը 1000 անգամ, 1 միլիոն անգամ ավելի մեծ է, քան թե այդ բոլոր մնացած կանանց, հասկանում եք, չկա դաժե դրա մեջ կասկած։ Եվ ես ցավում եմ, որ բոլորը, ախր դուք բոլորը հիշում եք, չէ, որ պրոստը մի հատ համեմատեք, տեսած կաք, որ այդ կանայք Քոչարյանի կինը կամ Սերժի կինը вообще մարդկանց հանդեպ նորմալ վերաբերվեն։ Օրինակ երբ ասում են Ռիտա Սարգսյանը շատ բարի կին է եղել, Ռիտա Սարգսյանը այնքան լավություն ա արել, Ռիտա Սարգսյանը ինչ էր անում։ Օպերայի դահլիճը տալիս էր երգիչներին, օրինակ Մհեր Արմենյան, չէ, դա անօրինական բան է եղել։ Ու дրա համար այդ երգիչը վազում էր սաղ Երևանով, ասում են Ритан Хоякапкина. Гая, большой привет тебе тоже. Ребята, пишите все свои тексты, мнения, я буду с удовольствием читать вот прямо в моем эфире, пожалуйста. Ռիտա Սարգսյանը ումոքնել է այդ երկչուհին, այդ երկիչը իր էջում գրում է շնորհակալ с днем рождения Ռիտա Սարգսյան, այսինքն մենակ դրանք ում լավություն արել այդ հա տворческий գծով։ Այսքանը էլ չեմ ասում ինչ քաքերի մեջ էր խառնված Ռիտան, բայց քանի որ Ռիտա Սարգսյանը չկա, չեմ ուզում հիմա մանրամասը խոսեմ, բայց հավատացեք, այդ կինը մի կողմից խնդում էր եւ մարդկանց հետ sense շփվում էր, բայց իրականում այդ կինը ահագին մեծ վնաս է տվել, թե այդ Հասմիկ Պողոսյանի հետ, հա, այդ համերգի պատմությունը, Նունե Եսայանի պատմությունը եւ այլն, հազար մի պատմության մեջ կեղտոտ իր ձեռերը կողել է Ռիտա Սարգսյանը։ Ուզում եմ ընդգծել, որ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունի вообще ում կինն է, Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, ցավոք սրտի մեզ ունենք կանայք, օրինակ, ովքեր նախանձ են։ Պրոստը նախանձում են ուրիշ կանանց, ովքեր ավելի ոնց իրանք են մտածում, ավելի լավ են ապրում, ավելի հեշտ են ապրում, այսինքն կին կա, որ գնում է աշխատանքի հետ է գալիս եւ ինքը նայում է նույն Աննա Հակոբյանի վրա, ոչ թե մի հատ կնգա վրա, ով Նիկոլ Փաշինյանի վարչապետի կինն է եւ ուզում է ամեն ձևի, հա, որ մենք մի քայլ առաջ անենք եւ ավելի ուժեղանանք, լինենք ավելի գրագետ։ Չէ, այդ մարդիկ նայում են Աննա Հակոբյանի վրա, նենց որ իբր այդ կինը ավելի լավ է ապրում, քան թե մենք, հասկանում եք, այսինքն ահագին կանայք ունենք Հայաստանում, ովքեր ապրում են աշխատավարձի վրա, եւ այդ կանայք ընդհանրապես նախանձ են, եւ այդ քոչարյանական լրատվականները, որ ցեխ են շպրտում Աննա Հակոբյանի վրա, այդ նախանձ կանանց համար են գցում։ То есть Քոչարյան տուպույտ չէ։ Քոչարյանը շատ լավ իմանում է, որ լրատվականը, որը կեղտեր է տարածում Աննա Հակոբյանի մասին, քանի որ մենք ունենք նախանձ մարդիկ, միամիտ մարդիկ, как раз այդ միամիտ նախանձ կանանց համար է այդ ստերը։ Երբ նախանց կինը Մասիսում նստած կամ Արտաշատում նստած լսում է սուտ, որ Աննա Հակոբյանը իբր Երևանցիցին է արել, կներեք Երևանցիցին, եթե Աննա Հակոբյանը առած լիներ, արդեն իր կինը կամ էլ Սամվել Ալեքսանյանը այնքան կգորգորային, որ էլ դու միակ ցուս, հասկանում եք։ Հիմա էլ ես լսում եմ ասում Մասիսի քաղաքապետը, այսօր են գրել, Մասիսի քաղաքապետը սաղ այդ երեխոցը ջահել մարդկանց պատմում է, որ իբր բենզակալոնկեքի առել է Աննա Հակոբյանը, տեսեք տղամարդը նստած բամբասում է Աննա Հակոբյանի մասին։ Ընդհանրապես Մասիսի քաղաքապետը շատ կեղտոտ անձնավարություն է եւ այդ Ղարաբաղցիներին օգնություններ է բաժանում, ասում է իբր ինքն է բաժանում, ոչ թե Կարմիր խաչը կամ պետությունը, հասկանում եք։ Մասիսի քաղաքապետը ախր ինչ անում միջի Մասիսում, որ վազի եւ Աննա Հակոբյանի մասին բամբասի, հասկանում եք։ Սա է ցավը եւ իրականում երբ մենք ասում ենք որտեղից այդ խնդիրները, այդքան խնդիրները կակրաստիկի դրանից է, որ եթե վարչապետը 7-րդ տարին մակրած լինի Մասիսի քաղաքապետի նման կեղտերը, հա, մեր երկրից, Մասիսի քաղաքապետը հիմա չեր նստի Աննա Հակոբյանի մասին չեր բամբասի։ Всем добрый вечер, Анна
Իսպիրաննա գրում Գայա Պարվանյան ձեզ էլ բարի երեկո գրեք ժողովուրդ ջան բոլորդ գրեք իմ եթերում այն բաները որ ուզում եք ես պատասխանեմ Քնարիկ ջան շնորհակալություն Գայա что ты напишешь по поводу всей этой ситуации Да и ուսա շատ կարևոր է հասկանալ հա շատ կարևոր է որ ստերը բամբասանքները մեծ մասը ում վրա են ազդում այն մարդկանց վրա ովքեր սիրում են բամբասանքը եւ ովքեր նախանձ են Քնարիկը գրում Աննա Հակոբյանը հայ կնոջ ճկնախ օրինակ է շնորհակալություն Привет Джанко спасибо Гая Парваняна գրում Ром я сегодня Миваркин Ром я сегодня в каком-то чате читала что Кочарян записал имущество на свекровь дочери кажется Марина Чатинян и якобы что И якобы ее ударила женщина с мужем, которой она встречается. Угу. А кто этот мужчина? Кто этот мужчина? С кем она встречается? Так, Մասի քաղաքապետ եւ իր եղբայրը տականք սրիկաններ են։ Այո, ասում են այդ Մասի քաղաքապետը իմ Աննա Հակոբյանի մասին բամբասում է քաղաքացիներին, որ իբր Աննա Հակոբյանը առել է բենզակալունք, եւ Մասիսում ահագին միամիտ մարդ կա, երևի հավատում են դրան։ Ասում եմ, նենց աշխատանք է տանում մեծ Ղարաբաղցիների հետ։ Ահա Алик Хачатрян, Алик Хачатрян. Но, Гай, то, что Кочарян мог записать имущество на свекровь Гаяне, я в это верю. Что касается любовника Алика Хачатряна, Марины Чатинян, это уже, я думаю, что тема, которая, ну, скажем так, может быть, это и правда, но пусть они сами разбираются в своих этих сексуальных скандалах. А вот то, что касается имущество, это важная информация, Гай. И если действительно на свекровь Гаяне Кочарян записал имущество, то эта информация очень интересная, надо бы ее проверить. Հիմա ինչ եմ ուզում ասեմ, այսօր մենք այս եթերում, պետք է մի հատ բան ֆիքսենք, որը շատ կարևոր է բոլորիս համար, որ լինի դա, չգիտեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի կինը, Նիկոլ Փաշինյանի կինը, մենք այդ կանանց սկզբից նայում ենք իրանց վրա որպես մեր ղեկավարների կանանց վրա, որոնք կամ արդյունավետ են կամ արդյունավետ չեն։ Նորից եմ կրկնում, այդքան աշխատանք, ինչքան արել է եւ անում է Աննա Հակոբյանը, այս 3-ըս կի 1% չեն արել, 1%-ը։ Էլի եմ ասում, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի մասին կնգամ մասին ոչ մի բան չեմ ճանաչում, կոնկրետ Բելլա Քոչարյանը սաղ իր կյանքը վնաս է տվել Հայաստանին։ Բելլա Քոչարյանը սաղ իր կյանքը մենակ գտում է մեր ազգը։ Եվ Բելլա Քոչարյանը ոչ որպես մայր է լավ մայր, իր երկու տղան, այսպես ասած, սաղ ազգը թալանել են եւ հարուստացել Երևանում, Հայաստանում, հա, եւ ինքը ինչ դուք գտնում եք, որ այդ կինը նորմալ կին է, չէ։ Չէ։ Ես ուղղակի խնդրում եմ մեր հետևորդները միշտ մտածեն եւ հասկանան, մենք շատ կարեւոր է, ոչ մեկին չնախանձեք։ Մենք պրոստը պետք է գնահատենք այն աշխատանքը արդյունավետ է թե չէ մեր հայրենիքի համար, մեր ժողովրդի համար։ Եվ իմ եթերում ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Նիկոլ Փաշինյանի կնգան Աննա Հակոբյանին կոնկրետ այդ դրա համար, որ ինքը հարուստ մարդկանցից փող էր հավաքում եւ փողը հավաքում եւ տալիս է այդ գումարը այն մարդկանց ում գումարներ չունեն։ Սա շատ կարևոր աշխատանք է, շատ, որը գիտեք դուխ է տալիս այն մարդկանց, ովքեր 1 миллион դրամը երբ ստանում են, օրինակ մարդկա, որ չայ է սարքում, չէ, չայ производит. Когда этот человек получает 1 миллион դրամ, он может начать свое дело. Ցավոք սրտի ինձ թվում է կանայք կան, ովքեր գալիս են այդ 1 մиллион դրամը ստանում են, ոչ թե բիզնես բացեն, այլ դնեն գրպանը։ Ցավոք սրտի մենք ունենք նաև այդ ձևի կանայք, թող դա իրանց սովիստի վրա լինի։ Հա, եթե այդ մարդիկ մտածում են, որ կարան 1 մиллион դրամ գողանան իմ քայլ հիմնադրամից իբր բիզնես են բացում, բայց գրպանը դնեն եւ ծախսեն, թող իրանք աման չեն դրա համար։
Փաստորեն այդ իմ քայլ հիմնադրամը այդ գումարը տալիս է, բայց մի մասը գողանում են այդ փողը դնում են իրանց ջեբը։ Ոնց են գողանում, ուզում եմ ասեմ, սկզբից իրանք գալիս են ասում են մենք բիզնես եմ ուզում բացենք, բայց իտոգում ոչ մի բան չեն բացում, հասկանում եք։ Բայց երևի առանց դա էլ չի լինի։ Ցավոք սրտի մի մասը աֆիրիստ է եւ ինչ ուզում ես արա տենց էլ լինելու է, ով ուզում է լինի։ Այսօր երկար չեմ խոսելու, ես ուղղակի ուզում եմ աջակցեմ им հետևորդների հետ միասին։ Самир Тагиев, добрый вечер, дорогой. Спасибо вам за добрые слова. Ուզում եմ աջակցեմ Նիկոլ Փաշինյանի կանգան բոլոր իմ հետևորդներից հետ միասին եւ անորից եմ ասում, ես նկատել եմ, որ ինքը որոշել է մարդկանց տեղը դնի, դա արդեն իր որոշումն է եւ ամեն մարդ ինքնաղեկավարում իր էջերը, բայց ինձ թվում է միշտ պետքա մենք լինենք, գիտեք ինչ, պատասխանենք այն մարդկանց, ովքեր ստում են, քանի որ առանց դա անհնարին է ստի հետ պայքարելը, որ երբ դու լրում ես, մարդիկ գիտեն թե եթե մարդ լրում է, ուրեմն տենց էլ կա։ Այնպես որ ես օրինակ համաձայն եմ, որ պետքա մարդկանց պատասխանել ու տեղը դնել։ Բոլորիդ բարի գիշեր, բոլորիդ բարի երազներ, ամենալավն եմ ցանկանում եւ ասեմ ես իմ հետևորդներից իսկապես սրտանց սիրում եմ, հոգով, սրտով եւ ցանկանում եմ մենակ առողջություն եւ ամենալավը։ Եվ թող փայլի մեր երկիրը եւ հավատացեք, որ ամեն ինչ լինելու է լավ եւ ոչ մի Քոչարյան չի գալու հետ եւ եթե ուզենա ինչ-որ մի տականք լինի դա Ռոբերտ Քոչարյանի տաղան կամ էլ իր շրջապատած գա վերցնի այս երկիրը նորից գցի մեզ քաքի մեջ, հա, փոսի մեջ, դա չի լինելու։ Քանի որ մենք կանք մեր վարչապետի մոտ եւ մենք պաշտպանելու ենք իրան եւ նաեւ պաշտպանելու ենք Աննա Հակոբյանին, որը նորից եմ կրկնում, շատ մեծ տարբերություն ունի Ղարաբաղյան կլանի հա այդ կանանց հետ, ովքեր ես կարամ ասեմ, որ լինի դա Բելլա Քոչարյանը լինի, Ռիտա Սարգսյանը եւ Բակո Սահակյանի կինը, Արկադի Գուկասյանի կինը, գիտեք, շատ կարճ ասեմ, տեսեք Բակո Սահակյանը մի տարի բանտում նստած է, չէ, Արկադի Գուկասյանի կինը, Բակո Սահակյանի կինը, Արայիկ Հարությունյանի կինը, մի հատ կին մի կտոր հաց մեկին չի տալիս։ Մի հատ կին, ասեք Բակո Սահակյանի կինը կամ Արկադի Գուկասյանի, գոնե մի բուխանկա հաց վերցրեք, գնացեք զոհվածի տուն մտեք, ասեք ներողություն, մեր ամուսինները տականքներ են եղել, ներողություն եք խնդրում, չկա տենց բան, հասկանում եք։ Սա շատ հետաքրքիր է։ Կոնկրետ այդ Ղարաբաղցի կանանց մասին եմ խոսում, ում ամուսին եղել է ղեկավար, դա Քոչարյանն է, Սերժն է, Բակոս։ Տեսեք, այդ սաղ կանայք Ղարաբաղից, մեկը մեկից վատ, մեկը մեկից տականք, կոնկրետ այդ ղեկավարների կանանց մասին է խոսքը։ Կամ էլ Բակո Սահակյանի կինը, Սուշը, քո ամուսինը 40 հատ օբյեկտ ունի, կամ էլ Արկադի Գուկասյանի կինը, 45 թե 48 օբյեկտ ունի Արկադի Գուկասյանի ընտանիքը։ Неужели կինը չի համաչում։ Գնա մեկի տունը մտիր $1000 տուր, եթե դու նորմալ կին ես։ Կարամ շարունակեմ, բայց չեմ ուզում։ Ձեզ բոլորիդ բարի գիշեր։